մեր ձևով ասելու համար մարդիկ կալանավորվում են։ Ոնց է լինում, որ 8 տարի առաջվա մեղմ ասած խիստ կասկածելի պատմության համար արքեպիսկոպոսը կալանավորվում։ Ոնց է լինում, որ 3-4 տարի առաջվա առաջ ասած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում։ Որը ասեմ, որը թողնեմ։ Ընտրական գործընթացի ժամանակ մարդիկ գալիս են ինչ որ մեկի տան դիմաց ինչ որ աղմուկ են անում, դուրս են գալի, հետները խոսում են, ոչ մի խուլիգանական, ոչ մի բան չի երևում, տեսագրությունը կա։ Վեհապար Հայրապետի եղբորը եւ եղբոր որդուն են կալանավորում արդեն ինչքան ժամանակ է։ Բայց օրը ցերեկով մարդու վրա հարձակված մասկաներով, հատուկ քողարկման միջոցներ ձեռնարկելով, համարները փոխելով եւ այլն, այդ մարդկանց չեն կալանավորում դատարանները։ Այդ ո՞նց եղավ, խնդրում եմ բացատրեք։ Այդ դրա ձևը ո՞նց է։ Մենք կարող ենք վստահ լինել, որ այդ մարդիկ նույն բանը չեն փորձելու անել։ Էլ մնացածները չեմ ասում, էլ մյուս ռիսկերը չեմ ասում, փախուստի ռիսկը չեմ ասում, ապացուցման գործընթացի վրա ներազդելու ռիսկը չեմ ասում, հենց նույն հանցանքը ավարտին հասցնելու ռիսկն եմ ասում։ Ոնց եղավ դա։ Նորմալ է դա, թե նորմալ չի։ Ընդ որում ես հատուկ ուզում եմ նշեմ, որ այստեղ քննչական մարմինը հենց բանտային կալանքել միջնորդել է։ Բայց դատարանը, չգիտեմ էլ ովքեր են եղել դատավորները, կարող է եւ շատ պատվարժան դատավորներ են, կարող է պատվարժան միայն անունով, չեմ կարող ասել, իրոք չեմ կարող ասել։ Եվ այստեղ կասկածի տակ չեմ դնում։ Հարց եմ տալիս, ասում եմ, տենց նորմալ է համադրության մեջ, նորմալ է թե չէ։ Արդարության տեսանկյունից, իսկ արդարությունը յուրաքանչյուր կոնկրետ գործով չի միայն յուրաքանչյուր կոնկրետ գործով չի։ Համակարգի մեջ է արդարություն կա, թե արդարություն չկա։